Արցախյան առաջին պատերազմում Շուշի ազատագրման ժամանակ ուղղություններից մեկը ղեկավարած Կարապետյանը հիշում է այն տարիներին կար գաղափարախոսություն։ Շուշիին մասնակցում էին մարդիկ առանց զենք։ Ավտոմատով մարդիկ կային գրոհում էին, հետևից մարդ էր գնում առանց զենք։ Որ հանկարծ որ այս ավտոմատը ազատվի, այսպես ասենք, ինքը վերցնի շարունակի։ Ինչ ես կարոտում Շուշին։ Շուշ, մեր տոն։ Մինգե վեշի, մինգե վելիկս։ Շուշիի պատմությունը չի սկսվել ու բնականաբար չի ավարտվում 2020-ի պատերազմով։ Այս փոքր քաղաքը սկզբում քոչվորական ցեղերի, հետո թուրքական ուժերի, այնուհետև պարսկական զորաբանակի, ապա ռուս պարսկական ու վերջում հայ-ադրբեջանական պատերազմի թատերաբեմում է եղել։ Շուշիի դասը թերևս մեկն է՝ չթերագնահատել հակառակորդին ու լինել նրանից կազմակերպված, ինչը մեզ այս անգամ չհաջողվեց։